Это պալուս բոլորին։ Դաժե չգիտեմ, որ ֆորմատով խոսա, որ ավելի ընկալելի լինի ժողովրդի համար։ Հատկապես վաղար շաբաթ խոշորացված համայնքի ժողովրդի համար։ Որտեվ քշերն անհանգիստ եմ քնե, էլի։ Ինչ-որ ներքին զգացումները ինձ տանջում էր։ Այն անգամ կոպիտ արտահայտվա, հա, կստացի կարող ես եթերի մեջ լինի 25+։ Այսինքն կեղտոտ բառեր։ Կեղտոտ ասելով, ինչ բնական է, նա բարոյական է, բայց սիրուն ֆորմատ չի, համաձայն եմ դրա հետ։ Բայց երբեմն այդ ֆորմատը անհրաժեշտ է։ Բայց անհրաժեշտը գրվում է միասին։ Ոչ թե մեր Նիկոլ Փաշյանի ասացի պես նախկիններն են մեղավոր։ Ինչ որ է։ Ես որոշել եմ սատարեմ Հարություն Մկրտչյանին։ Ինքը շատ ազնիվ տղա է, լուրջ ասեմ։ Էտա Գեղարքունիքի մարզի բարբարով էլի։ Բայց միջև Հարություն Մկրտչյանին նման պուպուլիկի կողքի ցայլքի աղվա մազիկի մասին խոսել է, այդ գանգուրիկի, էլի, գանգուրիկ։ Սենց էտա գանգուրիկ, էլի, որ ասում ես հեծի տնօրեն, մեկ էլ Հարություն Մկրտչյան։ Էտա, սենց։ Ես կուզեմ էտա խարստամ Արամ Զավենի Սարգսյանին, քանի որ Հարություն Մկրտչյան էտա առաջ է եկե ում կուսակցության շնորհիվ հանրապետություն, չէ։ Վաղո հետ եմ, թաղեմ սրա արև, բայց պայմանավորվել ենք, որ չի խնդալու կողից։ Սուս, այդ է սուս նստի։ Ներողություն։ Խեղտվա, հուզվում եմ, էլի, որ ասում եմ Նիկոլ Փաշյան կամ ասենք Արամ Զավենովնա, հուզվում եմ, տվայտվում եմ։ Ինչ է գուզեմ ասեմ։ Արամ Զավենի Սարգսյան, ես պրոստը ասած մի հատ ճշգրտող հարց էլի, ես իհարկե կներեք, որ ես նվաստս տկարած քեզ նման հարց եմ տալի, դե դու, որ նայում եմ քո ֆասոնին էտա, ոնց որ բան լնես, մայեստրո լնես, քեզ մայեստրո եմ ասելու ես։ Դու вообще բանակ ծառայել ես Արամ Զավենի Սարգսյան։ Երևի, չէ, սպանապետի աղբերն ես ոնց էլ լինի երջանկը հիշատակ։ Երևի էտա ավտոմատ քանդել, հավքել, կրակել, հա։ Ադինոշնի կամ ուչերեդով։ Երևի ծառայած կլնես։ Դու որ բերել ես Արամ Զավենի Սարգսյան, դա Հարություն Մկրտչյանին, էլի կրկել եմ, հեծի տնօրենի կողի գանգուրիկ, աղվամազիկ։ Բերել ես առաջ ես քաշի, ասում ես Էջմիածնում լավ է լինելու, հա։ Այդ դեժուրնեն անալիզի բաժակով է կոֆեն պահել ես ծառատ, այդ Ռուսաստան տեղը դրանով մենք չիշի գագահանձնենք, չիշի, էլի, որ տենանք մեր մոտ ինչ հիվանդություն կա խոսքի, էլի, խոսքի օրինակ, կստուգել, չիշի, գլցենք այդ բաժակի մեջ, որ դու կոֆե խմես, կեթան կտանենք, կմտենք հիվանդանոց, այդ բժիշկ մեզի հարցա գիտա կաբինետում նստած, ես բերել եք մեր կապը կորում, հա, չգիտեմ, հիմա ցույց է տալի։ Հələ մեր ոպ է, հələ մեր վարգյան, հələ մեր վարգյան, հələ մեր վարգյան, սենց եկավ կապն կորում է, դե անտեր կապը, հələ մենք ինչ, անտեր տղա ենք, եսա Ռուսաստանի քուչեքն, ենքան ենք աշխատե դարել ենք կալոշ, խոմ ենք Արամ Զավենովնայի պես չենք, պապական ցեմենտ գործանի զավոդի դիրեկտորը լենք, հետո հլենք ասենք Պուտինն է մեղավոր, դրա խոսել եմ, որ լսում եմ վաղոց, խղկվում եմ, Եղբորս արածը պահել էր, լավ չշեղվեմ թեմայից։ Էտա Հարություն Մկրտչյանին ես որոշել եմ էլի կրկնեմ, սատարեմ։ Այդ պուպուլիկի աղվամազին, ինչի համար։ Երեք մեր կուպոն պատմին էլի ինձի դրա մասին, պատմին որն ասենք, երկնային գրասենյակի շեր պատմողը, դեմս նստած այդ մարդը հաճելի անձնավորություն էր։ Ասում է Հարութը շատ ազգանվեր տղա է։ Ասում եմ լավ, այս մարդուն հարցա գիտեմ էլի, կսեմ, լավ, պոսենք այս տղան, որ խոսում է, նմանակելով մեր անկոտրելի, չէ, անկոտրելի է մեր Փաշյանը, ոնց կսես չկոդրվի, մենք ենք ծառը մեր երկրի պարո Փաշյանին, դե Պերեգազով կեքով է խոսում էլի, կավեզեի տոմսավաճառը, ասենք ես որ խոսում է,
իր այդ մտքի թելը, նես սահուն է էլի կառուցում, ասում եմ մեսի վայթեմ կրթված է, չէ, Աննա Հակոբյանի պես չէ կրթված, ուղղակի կրտված է, ասում է ինքն սովորել է, ասում եմ դորա սովոր է Հարություն Մկրտչյան, ինչ ասում, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժին, ես հենց այդ է ռեսկի որոշամ, որպես Հարություն Մկրտչյանին սատարեմ, Հիվանդ երեխա է, էլի սատարենք դու էտա, չէ, աջակցենք, ասում եմ դրա համար բարձրագույն կրթություն ունի ես Հարութեն, դրա համար պետք է ինքը լինի քաղաքապետ, ելնի, անպայման պետք է լինի, բայց Էջմիածեցին է իդոգում որոշում, լավ, այդ բանի մեջ շատ չխորանամ, ասում եմ լավ, հիմի, էդի եկելա կսա Էջմիածեցին յա ձայնը պետք է տա, պերեկազով կեքով խոսալով, էլի, այն որ հոգեկան հիվանդները ոնց են ելում, կոպիա օրինակ մեր, տիպիկ օրինակ մեր պարոն Փաշյանը, վերջ թավիշին, ինք իրա ոտերից բռնում է խփում ասֆալտներուն, ասում եմ ես տղեն, ինչով է զբաղվել իր սաղ կյանքը, ինչ արև, ոնց արե, ում արե, ում կողմից է արվե, հա, ասում եմ ինքը մի ազնվագույն, ազնվատոհմի գերիտասարդ, ասում եմ այսինքնս, ասում եմ սաղ կյանքը սրանրա վրա գրելով ապրել է, այ մարդ ասում եմ են անգամ խոսացի ոչ կուլտուրական բառերով, քուֆրով, մեր էջմիածեցիները կարող են մտնեն ասեն այս տղան շառը անում, ասում եմ չէ դու ինչ ասել ես ճիշտ ես ասել, ասում եմ այսինքնս, ասում եմ հա իրա պապան բոզել է, պապան էլի, Հարութ, էլի անունը Հարութ, այսի թեթևի մեջ, ասում եմ լավ ջանդամ, պապան բոզել է, կարող ինքը լավ տղա է, խոսքի օրինակ, գենետիկայով ասելա չէ, գենոմը էտա, գենոմը, գենետիկան, ես չեմ ուզում իմ մեջ մեկտեղվի, ես ես պապու թորն եմ, բայց ես լավ տղա, ասում եմ չէ, իրա տատն էլա բոզել է, Ժանետը, ասում եմ այսինքն, ասում եմ խա, իրա մորական կոմ հմեն էտա Սլաբանա Պերեդոկ, մոլքուրնի, էտա տատիգնի, Ժանետ անուն լսած կա իր, ֆրանսիական անունը, գիտես վայ թե, ասում եմ դե պաղի, դե Ժանետ, Ժանետն ասում այնքան ճիգարով կնի կայել է, չենք մոռանում, պարոն Փաշյանի ասացի պես, մենք ենք տերը մեր երկրի, ասում եմ երկրապահի անուշ աղբերներին, հմենին սպասարկեր է, հմենին, ասենք եկել են կողով անցել են, Հարութի տատ Ժանետի, ասել են ասենք, բարև Ժանետ, վայ ասել է, կարող է ուզենակ Բրուգլինսկի մոստը ստենակ, հա, ասում եմ որ կրված է ելը երկրապահի տղեկի հետ, ասում եմ դեմքով վռացել է այն կոմ, ասել է չեմ ուզում ռոժը տենամ, քո գործն արա գնա, էդի ոնց էր կոչվում այդ բոզան, վաղո, չես կարդացել է Կամասուտրայի գիրքը, թաղամ քո արև, Աննա Հակոբյանի նկար, վերցը ձեռները մազոլն են ակուժա, ասում եմ լավ չանդամ, պապան բոզ գործնվող էլի, ասում եմ մի ավազի մար մարդաբրնել տվե, տատն էտա Բարիս բուն իմաստով բոզ բարական օրենքներից գրական բառը, ասում եմ այս տղան կարող է ընտիր տղա է, ոչ մի գենոմ, գենետիկան չքաշե, ասում եմ այդպես բան չկա, ինքն ասում եմ բան արա դուք ասեք էտա, գործա տվե, ում վրա, բողոքա գրև աղտին, այդ է Հարութ, եկել ես Էջմիածին, Մկրտչյան Հարութին, զիմզիմով, ասում ես էտա բան պետք է անեմ, դու ասա, դու կուզեմ դառնամ Էջմիածնի քաղաքապետ, լավ ասենք խոսքի օրինակ, անախորժություն է ելեք ու ընտանիքի մեջ, հա, տես հələ ես չեմ մտնեմ են մանրամասնությունների մեջ, բայց որ մտնեմ դու կլնես խայտարակ, խոսքի անախորժություն է ելե, ասենք ում հետ, Զոնքաջիդ հետ, ընդ չես գնացեք ու Զոնքաջի վրա Զայևլենի գրե, այ խորոպ, բայց, քանի որ ինքն հզոր է, ինքն էլ ասում է ես Էջմիածնեցի եմ, Էջմիածինը պետք է սարքեմ Վենետիկ, ինք իր այությամբ վենետիկյան պոռնիկ, էլի, ինքն դեպքն եղել է խոսքի Զոնքաջի հետ, ինչ էլ է որ Զոնքաջը մացիլ է բենին, ասել է խելոք բլայ հեցի կողքի աղվամազիկ, մացիլ է եկել է Զոնքաջի կողք, այդա վազե արապկիրի, էտա ներքին գործերի բաժին, ընտե բան ագրե, Զայևլենի ագրե Զոնքաջի վրա, ասում եմ հորի, յանի մնչի էլի, Էջմիածնում քաղմաս չկար,
Այս մարդն սիրում ա, ասում չէ, ինքն ասաց, որ ես Էջմիածնում գրեմ, հա? Այդ գործն ծածկադմփոց կանեն։ Ասում եմ, լավ, հլտնեմ ես ինչ ջիգերով տղա է։ Որ ասում ախտեր վաղ մանկուց շատ սիրեցի։ Գրող էլի, գրող։ Կարգին հաղորդում հիշում ես վաղո։ Այն որ մի դաստաթուղթն հանեմ դնեմ ադեմ, ասում համ գրի, համ կեր։ Հա? Ասում ես գրող տղա չեմ։ Այսօր եկե տղա լա մի շակել նի Էջմիածնում։ Ասում եմ լավ, մի այս տղան այնպես որ խոսում է, ես ասած փշակաղվում եմ, էլի այն լորեցին ոնց առաջի անգամ ոզնի տենեմ, ասում է, «Յա, այս կռիսը խիասդի փշակաղվալ»։ Ես ասում եմ, ասած փշակաղվում եմ, այս տղու այդ ամպագորգոր բարերից։ Ընդհանրապես ինքն այտենց տղայական որ խոսում է։ Քոնե բանակ ծառայերա։ Ձևի հիմար։ Ասում է, չէ։ Հարուտ ընչի բանակ չես ծառայե։ Ես կուզեմ էտա, ես այս պահին իմ վրա մի քիչ շատ վեկալելով քեզ հարցակի դամ սեն զաուշնի ֆորմատով Էջմիածնեցիների անունից։ Ինչի բանակ չես ծառայե։ Այ գանգուրիկ։ Հե։ Պատճառն ասես, թե դուք ասես։ Ասեմ։ Չէ, ամոթա չէ։ Ուրեմն գուզա Էջմիածնի քաղաքապետ դառնա մարդ։ Ջոգես։ Ով բանակից ազատվել է տակը շռելու պատճառով։ Գիշերամիզություն։ Միջև հիմի այդ պրոբլեմն կա քո մոտ Հարութ։ Հա? Չէ, շռեմ տակը, այտա։ Տակն շռողը Էջմիածնում քայլելով մի խումբ իգական սեռի ներկայացուցիչների հետ ասма լավ է լինելու։ Ինչն է լավ լինելու։ Պամպերսներն են ժաննալու Էջմիածնում։ Մեծերի համար։ Հա? Լիպուշկովա պամպերսը Հարութ։ Թե չէ։ Ես կզարմանամ, գիտե, որ քսան Նիկոլիթիվն է։ Ես միտեղ ասում եմ, լավ ջոնդամ, միուժելի մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, եկե հասել ենք այս շրջադարձային պահին։ Գրական բառեր գիտեմ, շրջադարձային կտրուկ պահ, էլի, ասես, կտրուկ։ Նիկոլ Փաշինյանը ո՞նց է հանգիստ խոսում է, չէ՞։ Դες հանգիստ ազգային ժողով մալի պես լրված է։ Մեկ էլ մատ հարց են տալի ռեսկի ասում, փրեմ ասֆալտներում, ծեփեմ պատերում։ Շրջադարձային իր մոտ փոփոխություն ալեմ, էլի։ Ընդ կնոպկա կա։ Սխմա, վայ թե կամագի մոտ է, թե մինչև ձեռը մինչև արմունկը կամագի մեջ է կողմ, չէ՞։ Քորմա։ Բանա, հետանցքի մոտ պրոբլեմ կա ինքը։ Գեմարոյի ճեղքված ունի ինքը։ Ընդ կնոպկին հուպատալու սկսում է գժի պես կորալ։ Համի Հարութն է։ Ասում եմ լավ։ Կներեք, էլի, հիվանդ սոտկում եմ շոմպես։ Բլեդ։ Սոտկի մեր պորոփոշան քեզնից բրծնի։ Ասում եմ, բայց ախր մեռին քո արևուն, էսա կպատմես, չէ՞ որ մետա Հարութ կշռի իր տակ։ Դրա պատճառով ազատվել բանակից, բայց կխոսա Էջմիածին բարգավաճեցնելու ծրագրի շուրջ, շրջանակներում, էլի, որ շրջանակակցեմ ինչա կհիշեմ։ Հիշես։ Բունկեր, Բաբայան Սամվել, Աննա Հակոբյան։ Քսան տոկն շռողն իմ ալ գրած ծաղկեսնի, բայց ախր Հարութը սպորի տակ են եմ էլ ես մարդու հետ։ Քսեմ ախր ինքն իր ելույթի մեջ ես տեսել եմ, որ ինքն ասում է, ոնց ասում կներեք էլի մեծ վեր հիշեմ, որ ասում է սաղին հիշիկ ընձա չիշիկ։ Ես դեմ եմ Ռոբա Սերժան Նիկոլական կլանին։ Ասում եմ ինքն մեր պարոն Փաշյանին դեմ է։ Ասում եմ մուտի տակ ենա։ Ասում եմ իմ ալ մուտի տակ ենա։ Իմ ալ էլի ես մարդ մուտիլով շիկա, ասում է խա։ Կոնկրետ Հարություն Մկրտչյանի 20 նախընտրական ծրագիրը ոչ միայն ֆինանսավորում է Վեն Արամ Զավենովնան, այլ նաև Նիկոլ Փաշինյան։ Այ մարդ ասում եմ դրան նպատակը ո՞րն է։ Խարցագիտամ էլի ասենց խոսում եմ։ Ու քո կարծիքով վաղո ինչ եք պատասխանել։ Ասում է էտա քանի որ Արգիշտի Մեխակյան շանսեր չունի բանանելու էլի ընտրվելու։ Հարությունին Պուտինն է մեղավոր ծրագրի շրջանակներում բերել ճպցրել են նախընտրականի մեջ որպես քաղաքական պորնոզավր։ Ինքն որ ձեներն գողնա, վերջում գա ձեներն տա Արգիշտի Մեխակյանին։ Ասեք կանեն ԿՊ համար 7։ Բա հանդիպում ունեցել ես պարոն Փաշինյան հետ Հարութին։ Ասեմ երբ կամ որ ժամին։ Քո մտածելով էդի գախնիկ էր։ Քո մտածելով քեզի կողից մարդ չի տեսա, ձեր գեղից մարդ չկան դե։ Հա։
Կամ որ դու քսես ռոբա սերժական, հələ թմեն անցենք առաջ, զոնքաջի կոմիսիա ծեսկերը, տակը շռելու համար բանակից ես ազատվե, այդքանով հանդերձ ինքը ասում է էջմիածնեցին, պիտի 10 վայրկյան, ցիտատ է այսքան տեղը, ինքը մենակ մնալով իր խղճի հետ, պետք է հա, քվյաթերթիկ համար 3, լավ ա լինելու, այ խեռախորոբ, ուրեմն էջմիածնեցին չելավ, այդքան մտածելակերպ չունեցավ, որ պետք է քո նման գանգուրիկին ձեն տա, չնայած ձեն տվող կլի, նորմալ է, լավ ա լինելու կարևորը, չէ, լավ ա լինելու, էդի միասին կրվեմ վաղո, առանձի, որտից իմանանք դու 3-րդ դասան ես ավարտա, ես 4.5, հետո հելան կացին կատոկ քշելու, ասում եմ լավ, էսի որ կսա ռոբա սերժական նիկոլական կլան, ախր էտա վիդյոն կար ոչ վաղ անցյալու, ասում է էդի դեռ վաղ էր եպե շկաղ էր, մեր Հարութին Մկրչյանը ռեզինի պուպուլիկով շինվող, ստրապոնով շինվող Ռոման Բաղդասարյանի հետ, Մանվել Սարգսյանի հետ, այն հոգեկան հիվանդը, իջևանցի, որ ասում է, մենք ձեզ կգնդակահարենք, հետո մենք ինքներս կգնդակահարվենք, կոմիկաձը, բլյայց, եկել էր հանդիպում էր ում հետ, մեր պարով Փաշյանի երեխաների մոտ, բա, եկել նստել էր Աննա Հակոբյանի կող, ասում էր, Տիգին Հակոբյան, ասեք կանենք, բայց ենքան անպատկառի մեկն է, պարով Փաշյան սրանից զգուշելի, այս տակը շռողները շոտապասնի ժողովուրդ են, դունձի բլոկել ես, բայց նավսյակի սենց հերրակայի մեջ, դադնակլասնիկովը չեն կարամ գրենք, այն սպարցիվնի գլխարկատն չէր վեկալ է գնաց է, բանի հռոմի պապի հետ հանդիպման, պարով Փաշյան, քո մասին չուզեմ խոսամ, ջենջ ես դու, ընձի բլոկել ես, վсё, ես խռով եմ քեզնից, եկե հանդիպ է Աննա Հակոբյանի հետ, Հարութինը, Զիմզիմովը, ասում է բանա, ես Նիկոլա ռոբա շերժական կլանին դեմ եմ, կամ, այն անգամ խոսացի, իրիկվայան, կուխլարկով, ծուր դա էլի տա, դե համար հիվանդ կսատկիմ, դու որ կսես Հարութին, սենց զաոշնիկ հոնման պուպուլիկի աղվամազի հետ խոսամ էլի, դու որ կսես, ես չունեմ Ռոբերտ Քոչյանի փողեր, ես չկրնամ պլակատներ ճպցում, գյադա էտ էշմյազնում քո Արամ Զավենովնայի անալիզի բաժակով էտա, կոֆեն որ կխմա չիշիկի բաժակ էր, չէ, չիշիկ, էտ պլակատներ էտ ում նա տենաս, կսես միատ Հարութ, ես եմ բերակը պցել էտ գումարան չի հերիքում, Արամ Զավենովնային ասա բան արա, մի քիչ փող դուրս գրա, Զանգաննա Հակոբյանին Հարութ, ասա մեզ բլակատի փողա պետք, ինչ կլնի որ, գյադա դու ենքան, որ տակ կայնայս կխոսած կսես ես էտա տղա եմ, ձեր պրոբլեմներ կպեմ իմ թևատակուն, թևատակասի մեր Նիկոլ Փաշյանին նիշա, հոտելա չէ երևի դրա թևատակերն, կեթամ կառավարության շենքի դեմ չոքեչով, ոնց որ վանքի դուռ եմ եկե, ձեր պրոբլեմներ կլուծեմ, խա, այ մարդ, դու մետ մեր էշմյազնի հանրությանը ասա, ժողովուրդ, ես որպես Հարություն Մկրչյան, պապական և տատական կողմից բոզի թոր, պապդ գործ տվող, տատդ էլ Բրունկլինսկի մոստ, էտ ասմա էստի համեցեք, տայգա, գլատկի, պալասա, չէ, են վաղ, թմի չէ, հեմի եղք, վերջը, դու մետ էշմյազնի էտ ընտրազանգվածին, ընտրողներին, մի հատ ասա, ժողովուրդ ասա, ես որպես Հարություն Մկրչյան, ով ասում է լավ ա լինելու, բանակից ազատվել եմ տակս չիշիկանելու պատճառով, խի չէ որ, այ մարդ, թո ժողովուրդին որ կարող է խղճալով քեզի քվետան, չի լինի տես բան, էլի կրկնեմ, ես հələ չմտնեմ քո անձնականի մեջ, բայց որ մտա դու խույվոր ես, շատ նեղ անձնականի մեջ, Հարութին, աշխատում եմ չմտնեմ նեղ անձնականիդ մեջ, բայց եթե դու չապերդ անցար, մեր Նիկոլ Փաշյանի հարցրա ինքն կասի ես ինչի եմ ընդունակ, այսպես պոպոկ մեղր, չէ, ուտենք պոպոկ մեղր, պոպոկ մեղերն ուտում ենք սմետանով, սա ճտստում ենք, նա ստարտ վնիմանյու մարշ, կայնում ու հանվեմ լարում եմ քո հետևից, ջոգես ինչա կսեմ Հարութ, խա, այ յոբնուտի, տակը շռող գուզա դառնա Էշմյազնի քաղաքապետ, հոգևոր կենտրոնի քաղաքապետ, բայց կարաս Հարութ դառնաս, հեսա կասի կարաս չի կճուճա,
Անչի Նիկոլ Փաշյանը ջենջը կար ամենավարչապետ իշնորիվ որոշակին դիմադիր ուժերի դու չես կարա դառնաս քաղաքապետ կարաս ինչի՞ չէ որ Պուտինն է մեղավոր Գեդա էտա որն Եվրոպայի գյոթին գցելես կողը տեն Սերգոյա Են որ ընտրությունն է գալեմ Հայաստան Են թրաշով բարիս բուն իմաստով գյոթ էլի 98 վիճակ է իր մոտ էտա թրաշուկ թելով տրուսիկ խաքուկ մերսեդես ճտծուկ Գցելես լավ ես արե հայ մարդը բան չունեմ ասելու ասմա ռիբակա վիդիտ իս դալիկա Չէ քո այդ գյոթի մոմենտն եմ ասում էլի Բա հորյակ նստես տաղավարում ինչ-որ տաղավարում Կսես Հայաստանից դուրս ապրող հայը իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքին գործ Են չի Հայաստանից դուրս ապրող հայը հայ չի Հայաստանից դուրս ապրող իշխան հայ կա դնի բերանդ Արական բայց ինքը իգական սեռնել կուզի չէ երևի Ասմա լեզվանի է Հարութը լեզվանի ասմա Անետ սա քրքրում Էթում հաստում եսիմ դոր Ջոգես Միջև էտա կրանտներ կպացեն ու ինքն գվայել իր հաջույքն Գարող Սոտքի էլի 50,000 լավ էտեն շասեմ գրող Եթե դու կսես Հայաստանի ժողովուրդ Հայաստանից դուրս ապրող հայություն իրավունք չունի խառնվի Եվրոպայի գյոթին հորյաս խփեք կողատ ոնց որ վինի պուխն ու պիտաչոկը Հե Անգել ասես մազնով մեկ լավա լինելու Արա տես լավ չի Են քո քաղաքական ղեկավարն որ կա Եղբորը սարածը պահել էր պետք Եվ ընտրություն էին կեղծում Են կլիմաքսից քայքայվածը Են որ հետևից դեմից նայում ես նույն դեմքն է Նույն դեմքը պրոստը դեմի մասը երկու հատ աշկ կա ծակած Էդքան բան հետևից էլ է նույնը Նույն ֆիզանոմիան է կլիմաքսից քայքայված տղամարդ Արամ Զավենովնային ասա ձեռը քարի տակ չի Ձեռը թոտանի իրա գրպանն է չասեմ ջեբը չասեն անկուլտուրականը Մի քիչ փող հատկացնի փոքրիկ արձանիկ վեկալ ձեռդ ասենք Ռուսաստանի Դաշնության նախագահի տեսքով Սես վեկալ ֆրասա Պուտինն է մեղավոր Անչի չէ որ Մեկա դու քաղաքական պոռնիկ եք Ու ձեր նման պոռնիկներին դուք մտածում եք Էջմիածնեցին պիտի քվետա Միգուցե բան չասի Եթե Էջմիածնեցին ուզում է որ իր քաղաքապետը լինի տակը շռող Բյուջեի փողերի հալալ կեսն է թա պամպերսի վրա Այն բանով է այնով էր հրապարակյա Ներքին գործերի նախարարն ով էր Ասմա պամպերս ենք դուրս գրե մեր համար Միջադիրը մոբարակ մեջն էլ փափուկ ու բարակ Բա Պետության հաշվին տամպոնա կառին Բա Իսկ նախկինները մեզ թալանում էին Սերժ Սարգսյան, Ռոբերտ մեզի թալանում էին Մեզ քրքրել էին անտրուսիկ էին թողել Այն Վահագն Ալեքսանյանի պես Այն ջոնջոլի պալտով նկարը որ կա Նաստարտ վնիմանիում արշ որ հարցակվում ասմա բանի դրան միջև հմի ասմա հիվանդանոցներին մոտիկ չեն թողում Միջև 3 օրեկան երեխա է ուտում Բա Գասինչ Կամ ասենք հələ այդ Եվրոպայի գյոթին գցելես կողոտ Կսես Հայաստանից դուրս ապրող մարդիկ իրավունք չունեն մասնակցեն Հայաստանի ներքաղաքական կյանքին Լավ հələ այդ սաղ ջանդամ Հələ դերում եմ սենց ծալիմ դնիմ մի կողմ Ստղտի պես կես գրուկ այս ինֆորմացիան Այն ինչա գրա Այմար որ գնան դուքո զոնքաջի վրա ցուցմունք ես տվել Դու էլ կոչվես տղամարդ Ժեխ Տատը ոնց է Ժանետը Հե Այ կեկելի տղա Իդե շեք եկել նովը հարուտ Չասեմ հանրությունը չիմանա Դարչում կեկել է Որ ասում հարութին է զիմզիմովա Մարդիկ կսել էտի իմալա կսես Հորյա կսես տենց Բա Ունակ դու իմի կուզեմ խոսք գնամ Ընդիմադիր ես թե դիմադիր ես հարուտ Օրինակ ընտրություններին խոսքիս այս մի հատ հարց էլի Դու այդքան այնքան մանրապճակ ես ես չուզեմ քեզ անդրադառնամ Այդքան շատ Որտեվ իմ հիմնական քաղաքական հակառակորդը չնայած ես քաղաքականության մեջ չեմ էլի Մեր անկոտրելի Նիկոլ Փաշյանն է Ջենջը Խոսքի եշվազնում ընտրությունը լավ քեզ տվեցին
X քանակի ձայներ, ինչ ես անելու դու այդ ձայներով, հարութին, հե, այ բոզի թոր, դուբլ դվա, էլի, պապական, տատական, ճոգես, բայց ինքն էլ էլի բոզ, Զայևլենիա որ գրել է, բայց ոչ միայն Զոնքաջի վրա է, ասեմ էլ ում վրա է սարա Զայևլենի գրե, քրեական գործ հարուցել տվել, թե չարժի ասեմ, մի մարդու թորա վրա ու Արցախ ազատագրե, հե, դու տանելու ես քո քեզ տված ձայները տասում Արգիշտի Մեխակյանի, լավ, հələ գնա տակա, դա շռելես տակա, գնա այդ պամպերսը թողի, Արգիշտի Մեխակյան, հələ արի երկու բառալ քո հետ խոսամ, այն որ տեքստ էին դրել եմ այդ կարդում էիր, չէր կարա մի քիչ սահուն կարդայիր, մատը տրել էր, սենց կարդալով էթում էիր, պապայիդ ֆակտերը, գործոնը հաշվի առելով քեզ կոպիտ բառ ոչ կասեմ, ոչ էլ, անես որ վախում եմ քեզից, ոչ էլ ինչ-որ քֆուր կանեմ քեզ, որ մատը դրել էիր տեքստի վրա կարդում էիր համացանցում տարածված տեսանյութի մեջ, ոնց է այդ բանը ֆիքսված այդ պահը, մատդ որ մի մոմենտ հանեիր, կկործնեիր տեղը, չէիր կարա կարդայիր, բայց ես քեզ չեմ մեղադրում Արգիշտի Մեխակյան, գիտես խի, որտեվ Նիկոլ Փաշինյանի ֆոնին դու իրոք Արիստոտելի տեսքն ունես, Նիկոլ Փաշինյանի ֆոնին, այդ դեղին մամուլի իրակ, հələ բայց, հələ սենց մի քիչ շեղվեմ, էլի, հարուտ, նայալը, Պարո Փաշյանը, մեր անկոտրելի Պարո Փաշյանը, գաղութի պորնիկա, չէ, ցուսմունք տվող, դրա համար ես կպծե հետը, դու էլ իլից բանը, մենթովկա Զայևլենի գրող, հարա, Արգիշտի Մեխակյան, լավ, հարութն գնաց, հասավ 1000 տարվա մեռելներում, ես կուզամ քեզ ընդամենը մեկ հարց ուղղեմ, դու կսես աշխատասիրություն, ինքնասիրություն, բարգավաճում, ես իմ ինչ, դու հանդիսանում ես քո պապան, քո հայրը, հա, երջանկայի շատակ, Արցախը ազատագրե, ճիշտ է, այսինքն մասնակցել է Արցախի ազատագրման առաջի պատերազմին, Արցախյան առաջի պատերազմին, ճիշտ է, Հիմի դու ասում ես ժողովուրդ, եկեք ընձի քվե տվեք, հանդիսանալով ՔՊ-ի ներկայացուցիչ, բայց ասում ես Նիկոլի հետ կապ չունեմ, իսկ Նիկոլի քաղաքացիական պայմանագիր Facebook-յան էջը մեռավ քո ռոլիկները, ռիլսաներով, դու ասում ես այդպես բան չկա, սուտ է, մեզ ամենից դնելով գժի տեղ, նայա, քո հայրը, քո պապան երջանկայի շատակ, մասնակցել է Արցախյան առաջի պատերազմին, Արցախ ազատագրե որպես իր հայրենիքի մի մաս, քո այսօրվա քաղաքական ղեկավարը քեզ քաղաքական ասպարեզ բրդողը, առաջ բերողը, ասում է դեռ 91 թվին, ուշադիր կլնես Մեխակյան Արգիշտի, Արցախը դեռ ճանաչվել էր Ադրբեջանի մաս, Արցախը մերը չի, հիմի ես իրավունք ունեմ մտածելու, որ դու օկուպանտի տղա ես, հա, այսինքն քո քաղաքական ղեկավարի խոսույթի համաձայն, բոլոր հայերը, ովքեր մասնակցել են Արցախյան առաջի, Արցախյան երկրորդ պատերազմին, իրան կռվել են օտար հողի վրա, օտարի հողի վրա Ադրբեջանի դեմ, հա, մերը չի էլի Արցախը, Նիկոլ Փաշինյանի ասելով, հայկական չի էլի Արցախը, հիմի հարց, քո հայրը, որի հիշատակի առաջ խոնարհվում եմ ես, դրա համար քեզ բան չեմ ասում, այնպես չի, որ դու ինչ-որ важная персона, այդպես բան չկա, մենակ քո պապայի գործոնը հաշվի առնելով քեզ բան չեմ ասում, դու ինքդ չես ամանչեմ, որ ներկայանում ես Նիկոլ Փաշինյանի դրոշի ներքո, այ օրինակ, լրիվ ազնվությամբ եմ ասում, եթե դու անկախ, որպես անկախ անհատականություն, ասեի ես ուզում եմ դառնամ քաղաքապետ, ես քո գովքը կառնեի, չգիտեմ, այն որ ասում է 7 հատ քորութոփալ աղջիկ կես ժամվա մեջ մարդու կտայի, հաստատ կանեի այդպես բան։ Բայց դու ներկայացնում ես մի մարդու քաղաքական թիմ, ով ասում է Արցախը մերը չի եղել, Արցախը Ադրբեջանին նայել է, այդքանով հանդերձ միջազգային հանրության բերանը լեզու է դնում, այդ թվում նաև Ադրբեջանի, որի դեմ կռվել է քո պապան։ Որ մեր կռվող տղեկ եղել են օկուպանտ, դու այդ մտքի հետ համաձայն ես, հա, Արգիշտի, Մեխակյան, չէ,
Դու քո հորը օկուպանտ ես համարում, դու քո պապայի ընկերներին, ովքեր զոհվել են, վիրավորվել են կամ կան մինչև այսօր, իրանց օկուպանտ ես համարում։ Չէ։ Դա ո՞նց կար Արցախ ազատագրածի տղեն Գագանի Նիկոլի բանը թևի այդ կուսակցությունը ներկայացնի Էջմիածնի քաղաքապետարանի ընտրություններում։ Կբացատրես մի հատ հանրությանը։ Հա՞։ Ո՞նց հատենցել եմ։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, մի խումբ անմեղ սունակներով, խեք մի ողջ ազգի դրեք գժի տեղ։ Ո՞նց հատենցել եմ, որ դուք մտածում եք, որ դուք պետք է ասեք, մենք հավատանք, որ դուք եք ճիշտը։ Դու ուզում ես կրկնօրինակես Նիկոլ Փաշինյանին, այն որ հայտարարում էր, ասում էր Արցախը հայկական է, հետո հելավասած Արցախը Ադրբեջան է։ Երբ որ ազգային ախոռում հարց տվին, ասեց, այն վաղ հայրենասեր էի։ Բայց հաշվի առ, եթե քո հոր, քո պապայի գործոնը չլներ, հիմա ես 25+, 35+ ֆորմատով խոսացել էի քո մասին։ Բայց աշխատի գոնե ճամփի կեսից հետ դառնալ։ Որովհետև եթե դու, օրինակ, ընտրվես խոսքի քաղաքապետ, հա, չնայած եթե սոցհարցման արդյունքներն ենք նայում Էջմիածնում, մարդիկ ասում են մեր խռին պետք է այդ ընտրությունը։ Կամ մենք խեթ անք այս ինչ մարդուն վատություն ունենք։ Մեկը որ ընտրենք էլ ուրիշի, այլ ոչ թե ՔՊ-ին կամ տակը շռող Հարութին Մկրտչյանին, ով իր ձայները պետք է նվիրաբերի Արգիշտի Մեխակյանին։ Բայց ասում են ինքը ընդդիմադիր է, այս աղբոտեն չէ։ Այդ մարդու գլուխ են կուտեն, կձերբակալեն։ Տիպիկ օրինակ Փարաքարի հետ Վալոդյա Գրիգորյան վատ, եթե չեմ սխալվում, Երջանկայի շտակ։ Գյումրեցին գնաց ձեն տվեց Վարդան Ղուկասյանին։ Ինչ արիք, դուբլիկ տարակ։ Խի, բասում եք ժողովրդի քվեն ձեր մոտ տեղ ունի։ Ոնց հատենցել եմ։ Հե? Ոնց հատենցել եմ։ Նիկոլ Փաշինյան, դու ես չի ասում։ Ժողովրդավար երկիր է, ընտրություն չեն կեղծում, այս չենք անում, այն չենք անում, հələ մի րոպե։ Չէ, դու ես ասում։ Բայց եթե ժողովրդի քվեն, ժողովուրդը իր քվեն տալիս է Մանին։ Խոսքերով Լեննագանի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ես դուբլեմ տանեմ փագում։ Հա։ Քրեական գործեր կավրեն հարուցված, կաշառակերության գործով բռնել ես։ Բա անիֆի գործով $6 միլիոն ուրա։ Այդ որ քո խեռախոռոպները, այդ քո կուսակցության խեռախոռոպներ Ռուբեն Ռուբինյան։ Ես իմով նստում ասում են կաշառակերության համար բռնվերա։ Անիֆի $6 միլիոն ուրա։ Հա։ Ուր արա $6 միլիոն ուրա, $6 միլիոն պետական բյուջեին վնաս է տվել։ Տիգրան Ավիրյանը համբալի տղեն։ Ուր է դրա պատասխանատվությունը ով պետք է կրի։ Պահամես չաղացնես, որ ընտրություններից առաջ բռնես Ավինյանին։ Հա, վախմես բռնես Ավինյան Տիգոին, կոմպրոմատ ունի վրա հետ։ Հա։ Լրիվ change։ Ես չգիտեմ դա։ Այս արդյունքն է նրա, որ այսօր ինչա вообще քննարկվում Facebook-ում, իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ինչա քննարկվում։ Բացարձակ։ Եկեղեցի, եսի միշտ, Տեր-Ստյոպիկ։ Հեմեն քաղաքական դաշտը մորցել է։ Զանգեզուրի միջանցքի այդ ճանապարհը սարքել է արդեն Ալիևը։ Երեք դեսպաններին տարավ ավտոբուսներով 4 հատ սպիտակ ավտոբուս, ցույց տվեց երկաթուղին սարքել, այսա բացում է, Նիկոլա իրար միջանցքա տվե, ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Հեմեն ընկել են, թե ինչ-որ մի հատ անմեղ սունակ տերտեր, բիվշի տերտեր էլի, որ ասում ես Գայուշիկին էլ եմ սպանել, մենակ Գայուշիկն անձի սիրում։ Ոնց է փոխել իր կվարծիրի բալնիկները, այն կվարծիրի, որ իրան նվերատվե վեհապարը։ Այն վեհապարը, որը իր համար, որի ասած իր համար աստավանի չի։ Հեքի մադար է։ Եկեղեցին գրավ է նստել է։ Հետո մենք հայերս բողոքենք, որ Սելջուկ մոնղոլ թաթարները, սելջուկները, թուրքերը ժամանակին ասպատակել են Հայաստանը։ Բայց մեր օրյա իրականության մեջ ունենք մի հատ
Պուպուլիկի աղվամազդվա, գանգուրիկ, Ստյոպիկ Ասատրյան, ասպա եկեղեցին իմնա, ինչ կուզեմ կանեմ, հորդ տնից ես բերե եկեղեցին պատկանում է մայրաթոր Սուրբ Էջմիածնին, եկեղեցին պատկանում է ժողովրդին, ու են որ գեղներ, է որ կայնել էին ասում են չէ, դուք պետք է առաջ շտակ, դուք պետք է չմտնեք եկեղեցի, ձեզ ով այդ իրավունքը տվե, հայեր, հե? Ով որ մեկնա, որ մեկին իրավունք տվե, դուք կայնեք մարդու դեմ, ասեք, չէ, դու պետք է եկեղեցի չմտնես, ով տեսել եք ընդհանրապես մեկ այլ եկեղեցում, այտենց մի հատ դրույթ, այտենց մի հատ գործոն, այտենց մի հատ իրավիճակ, որ այդ շրջանի ժողովուրդը կանգնի այդ եկեղեցի եկող ժողովրդի դեմ, ասի չէ, դուք այսօր պիտի պատարագի չմասնակցեք, ով եք դուք, հետո ասում են Նիկոլ Փաշինյանը պայքարատանում կաթողիկոսի դեմ, այլ ոչ թե եկեղեցու, ուղղից թոփալ կան չէ մի քանի հոգի, կլիմաքսից քայքայված, ու ինձ սեռը կապ չունի, տղա մարդ, կին, երևի ես քանը, որտև ես իշքան խոսամ, ենքան ավելի շատ քրֆելու եմ, չեմ ուզում, որտև քրֆեմ չր քրֆեմ, իրականության մեջ բան չի փոխվելու, բացարձակ բան չի փոխվելու, մարդիկ մտնում YouTube-ի մեջ կոմենտ են գրեն, որ ամոթա, կուլտուրական խոսա, մեր Նիկոլ Փաշինյանին խայտարակ մի արա, բայց իրանց հետ վեճը չի այդ մարդկանց, որ մենք ազգովի խայտարակ են կլնեմ արդեն տևական ժամանակ, տևական, խի, որտև երկի գլխի նստած եմ այդ շիզոֆրենիկ բոզի տղա, հոգեկան հիվանդ, ով էդ մա կաթոլիկներին, ես իմ ինչ արողությանը մասնակցվա, գալի թռնումա կաթողիկոսի դեմքին, կամ որ այ հոգեկան դեղին մեխակ սիրող ակարդիոն, նույն ինքը Փաշինյան Նիկոլ, անկոտրելի է բայց, խրուստալից է, բայց անկոտրելի է, որ ասում ես կաթողիկոսը իրավունք չունի կարգալույծ անել հոգևորականի, քանի որ ինքը ունի երեխա, խախտել է կուսակրոնության ուխտը, կաթողիկոսը նոր ունի երեխա, հա, եթե ունի, բայց երեխա ունենալը դա մեղք չի, էլ եմ կրկնում, Գրիգոր Լուսավորիչն էլ է ունեցել երեխա, դու դրա մասին գիտես, չէ, երբ որ 2018 թվին գնում հանդիպում էիր կաթողիկոսի հետ, դրա մասին դու գիտեիր, քեզ զեկուցել էին, դու չէին էլ զեկուցել, դու դրա մասին գիտեիր, կամ որ դու տենց քլնգում ես հոգևորականներին, 18 թվի խեռափոխության ժամանակ, հոգևորականները ովքեր էին հանդիսանում այդ, որ քայլում են ժողովրդի դիմացից, հանդիսանում էին պատնեշ, հոգևոր պատնեշ, որ բախում չլինի ոստիկանների ու ժողովրդի մեջ, որը դու ուզում էիր, քանի որ դու մարտի 1-ի գլխավոր պրովոկատորներից մեկն ես, քո բառերն է, տղեկ չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ լսեցի, որ ոստիկանների ձեռից մահակներ եք խլել, ինչ ես տվել հայ ազգին, որ չես կարող եկալես Փաշինյան Նիկոլ, հե, կամ քո էկոնոմիկայի նախարարը, ձեր բռնած Արսեն Թորոսյանի հետ, ասում է թոշակառուների թոշակը, որ բարձրացնենք, թոշակառուն վատ կապրի, այր ուզում հասկնամ, մի խումբ պոռնիկի բալեքով, խեք մի ողջ ազգի դրե գժի տեղ, հե, հետո ասում եք մեզի քրվում են, մեզի բերան են քրվում, չգիտեմ, ես են քրվում, են քրվում, թոշակառուի թոշակն ինչքան է Հայաստանում, Պապոյան, հե, դու կամ Նիկոլ Փաշինյանի որևիցե մի կուսակից, կարեք այդ թոշակով ապրեք դուք, ձեր ստանդարտ կյանքով ապրեք, չէ, ձեզ անպայման պետք է ինամարկա ավտո տեղափոխի ակետից բեկետ, ճիշտ է, ձեր բենզինը դուք լցնում եք պետության հաշվին, ներքին գործերի նախարարությունը իր տամպոններն առնում բյուջեի հաշվին, տամպոն, չէ, միջադիրը մոբարակ, մեջն էլ փափուկ ու բարակ, այդպես ռեկլամ կար վախտին, զուգալի թուղթ եք առնում բյուջեի հաշվին, ոչ լայլակա, ոչ էլ հավես խոսելու, որ ըստ ամենա ցավոտն է նա,
Ցավոտ բառից փոխաբերական իմաստով։ Որ անբարոյականները դառել են բարոյական։ Կողիկոսի աղբերա քլնգը մեկը մեծագործր։ Ամենամեծ աբսուրդն էլ եմ ասում ենա, որ կաթողիկոսա քլնգում ինչ-որ մի հանրային բլոգեր, ով ռեզինի պուպուլիկով շինվում է, ռուս աղջիկա կողմից, Ռոման Բաղդասարյան, Ռամաշկա Ռոման։ Մեր հոգևորականներին սրբապիղծը ասում մեկը Հարություն Մկրտչյան, ով ցուցմունք տալու համար ոռակի դա, բոզություն անելու համար, ով բանակից ազատվել է ում, ինչով, տակը շռելու պատճառով։ Հոգևորականներին քննադատման մեկը, ով որոշ ժամանակ առաջ նույն Նիկոլ Փաշինյանին ասում էր այդ փրչոտը, այսօր դառնալ Նիկոլ Փաշինյանի բլոգեր, ներկայացնելով մեկ այլ անվամբ։ Այդ է իրականությունը, որ ասում են раздвоение личности է ստեպն է, էլի։ Ու այդ գյուղի հայերին մի հատ էլ հարցամ ու ռադս կաշեմ այդամ։ Են որ կայնել էին, ասում էին չէ, բդի դուք չեք հովանավանք, ընդե պատարակը թող պրծնի նոր։ Թուրքն ու ադրբեջանցին որ գար էթար եկեղեցին պղծելու, տենց փագելու եք դեմները։ Հա։ Թե ամեն մեկ այդ վազելու եք մտնեիք ձեր կնգա ոռի տակ։ Ձեր կնգա ուղղահայաց ժպիտը գրգեիք, ասեք, մենք այդպես բան չենք տեսել։ Մի հատ տղալ խոսում ասում է, ես ծառայել եմ երկրի վրա, լավ ես արել, ընկեր ջան։ Խես արգելում մարդկանց գնալ հովանավանք։ Խես արգելում, դու ով ես։ Դու ով ես ընդհանրապես, եթե կասես ես երկիրը սիրող մարդ եմ, Տեր Արամն էլ իմ քահանան է։ Հիմի հարց ձեր նմաններին։ Դուք որ գնում եք հիվանդանոց, ում եք դիմում։ Մասնագիտական, նեղ մասնագիտական կրթություն ունեցող բժշկի, չէ։ Չեք էտեմ, չէ ասում, հիվանդանոցում հեքիմ կա։ Բայց ձեր ասած Տեր Արամը իրա, էսի ասում եմ համ ձեզ, համ գերագույն խոռոփին, իրա հոգևոր աստիճանը ստացել է կաթողիկոսի օհնությամբ։ Եթե ձեր ասելով կաթողիկոսը կարգալույծ է, հա, ինքը կաթողիկոս չի, ուրեմն ձեր Տեր Արամը աշխարհիկ մարդ է, որը եւ ինքը հանդիսանում է։ Ռուսերեն խոսքը, չէ, я тебя поразил, я тебе урою։ Ամոթա թարգեք։ Ես հələ չեմ տեսել որևիցե մի եկեղեցում հայը կանգնի հայի դեմ, ասի դու իրավունք չունես մտնես եկեղեցի։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյան պոռնոզավրի թիվն է, հələ դրանից բետար բաներ կարելի է տենալ։ Իսկ դու Հարություն Մկրտչյան, եթե շատ չափերդ անցնես, շատ էլի, շատ չափերդ անցնես, ես կմտնեմ քո նեղ անձնական դաշտ։ Հասկացար ինչ եմ ասում։ Շատ նեղ, որը շատ ոռի կլնի քո համար։ Դու կլնես խայտառակ։ Իսկ քանի որ դու սովոր ես բոզություն անելու ու սրա վրա գրելու, գնա ին վրա էլ գրի։ Գնա ասա ինչ-որ մեկը մտել էր, ինչ-որ Տիգրան անով մեկը մտել էր ուղիղ եթեր, ասում էր, որ ես տակը շռում եմ։ Գնա գրի։ Մեկը գրողի Նիկոլի թիվն է, բոզի դարա։ Գնա գրի։ Ու ես հուսով եմ մեջմիածին կանի ճիշտ որոշում, ճիշտ քվեարկություն։ Ու հետ մի մտածեք, ոչ մի էջմիածնեցի պիտի չմտածի, որ չէ, մեկը ընտրենք, մեկը պետք է հանեն իրանց ուզած մարդուն դնեք, ոչ։ Հերթական անգամ Նիկոլը պետք է ուտի բարոյական ապտակ։ Բարոյական ապտակ բառիս բոլոր իմաստներով։ Ցույց տվեք, որ ոչ Նիկոլի թևը ներկայացնող իմ համար անընդունելի Արգիշտի Մեխակյանը, ով ուրացել է իր հոր պատիվը, նամուսը, Նիկոլա ներկայացնում էջմիածնում։ Ոչ իրան հարող արբայնակները տակը շռող Հարություն Մկրտչյանը չեն կարա ձեզ խափեն։ Քանի որ եթե մեկին խափում ես մի անգամ, հələ միտեղ խափնվավ մարդը, բայց եթե քեզ խափում են 3-4 անգամ, նշանակում է դու ես մեղավոր։
որ թույլ ես տվել, որ քեզ խաբեն։ Անես որ միջև ընտրությունը երևի էլի կխոսամ, որի հավեսը չունեմ։ Բայց ընդհանրապես մի նեղվեք։ Ճիշտ է մարդիկ կլեն, ովքեր գաջե դեմքներին քսած լավ է լինելու խոսույթի տակ, գեթան ձեն կտնան սրան, նրան։ Ում ձեր սիրտը տալիս է, ում ուզում եք գնացեք ընտրեք։ Ես ուղղություն չեմ տալի ոչ մեկին։ Բայց կեղծ օրակարգ սպասարկող մարդկանց ձեն մի տվեք, որ հետո չնստեք վաղը ձեր տան մեջ բողոքեք։ Ասեք, հախի սենց է լավ բա։ Բա ես ուզում եմ մտնեմ խոսքի որպես Էջմիածնի բնակիչ, ուզում եմ մտնեմ քաղաքապետարան ինչ-որ մի հարցով։ Խիանդը նստած մի հատ բոզի տղա։ Խոսքի Հարություն Մկրտչյան անուն ազգանունով։ Ով Նիկոլի առոգանությամբ ասում է փռելու եմ ասֆալտերին, ծեփելու եմ պատերին։ Անես որ այդ ընտրության օրը ըստ տակաշռող Հարություն Մկրտչյանի 10 վայրկյան մենակ մնալով ինքներդ ձեր հետ ձեր խղճի առաջ գալեշկա դրեք այն մարդու անվան դիմաց, ում դուք ուզում եք։ Ում կաբինետ կարակ դուրը ծեծեք, հերթագրվեք, մտնեք ու ձեր պահանջը, խնդրանքը ներկայացնեք որպես Էջմիածնի բնակիչ։ Այդքան բան։ Բայց Արցախ հանձնող, Արցախի հիմար կռված տղեկին օկուպանտ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը էլ եմ կրկնում։ Իմ կարծիքով պետք է մի հատ մեծ բարոյական ապտակ ուտի։ Կոնկրետ Էջմիածնում։ Երևի այսքան։ Լավ եղեք։